Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 23-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ու շահագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ շատ լավ է ճանաչում ռուսաստանցի իր գործընկերոջը։ Ըստ Տրամպի Ռուսաստանի ռազմական գործողությունները Վրաստանում և Ղրիմում տեղի են ունեցել նախագահներ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի օրոք, իսկ Ուկրաինայում պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության ղեկին էր Ջո Բայդենը։ Սա եկե առաջի դեպքը չի, որ այս մասին խոսում է, չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկը կարող է կանգնեցնել Պուտինին, բացի ինձնից, և կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան։ Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ այլևս չզոհվեն, հայտարարել է Տրամպը։ Ի դեպ ուշադրություն դարձնենք, որ երբ որ Դոնալդ Տրամպը ասում է, որ ոչ մեկը չի կարող կանգնեցնել Պուտինին, մի հոգի Պուտինին կանգնեցրել էր, որի հետ ինքը օվալաձև աշխատասենյակում հանդիպելու ժամանակ փորձում էր ճնշում գործադրել ինքը և իր փոխնախագահը, որպեսզի կարողանա նրա կամքը կոտրի, այն էլ չհաջողվեց և արդյունքում Ամերիկայի հասարակության ճնշող մեծամասնության համակրանքը Վոլոդիմիր Զելենսկու կողմն էր և տեսավ, թե ինչ է տեղի ունենում, և հետո Դոնալդ Տրամպը խոստովանեց, որ շատ դժվար է բանակցել ուկրաինացիների հետ, շատ հեշտ է բանակցել ռուսների հետ։ Ուզում է իմանա ով է Պուտինին կանգնացրել, Պուտինը խաբելով Ուկրաինային ասեց, որ մենք եղբայրը եղբոր վրա կհարձակվի, այդ ինչ հետախուզական տվյալներ են, այդ ամերիկացիները ասում, չեն էլ ամաչում, բա մենք իրանց վրա կհարձակվենք, ինքը այդ եղբայրության վրա վստահություն ստեղծեց, որպեսզի հանկարծակի բերի, երբ որ ասում են Պուտինը KGB-ի աշխատող է, այո, բոլոր ստորությունները անում են, որովհետև KGB-ը ոչ միայն լավ գրագետ ուսումնասիրում է ինչ է կատարում, այլ առանց աշկը թարթելու կսպանեն ցանկացածին միջոցի առաջ կանգ չառնելով, բայց այդ KGB-ն չգիտեր, որ ինքը այդ եղբայրական վստահության վրա էր կառուցած իր հանկարծակիությունը, որ 3 օրում գրավեր և ուկրաինացիները նույնիսկ չհասցնեին պատրաստվեին, ինչ տեղի ունեցավ, Կիևի մատուցներում էր ռուսական զորքը, էլի հիշեցնենք, ինչ տեղի ունեցավ, Ամերիկայի նախկին նախագահը ասեց ինքնաթիռ ուղարկեն Վոլոդիմիր Զելենսկին ընտանիքին վերցնի դուրս գա, ամեն ինչ վերջացած է, ասեց ես տաքսի չեմ պատվիրել, մնում ենք ու կռվում ենք, ինչի չգիտի Դոնալդ Տրամպը ով է կանգնացրել Պուտինին, որ 3 տարուց ավել կռվում է, հետո հույսը ընկել է Տրամպի վրա, որպեսզի Տրամպը օգնի, քանի որ ռազմական ճանապարհով չի կարողանում առաջ գնա, որտեղ ինքը ֆիզիկապես անգամ զորք չունի, եթե նույնիսկ ինքը հարվածներ է հասցնում հրթիռներով պետություն չեն գրավում, իր զորքը պետք է առաջ գա, իսկ այդ զորքը առաջ գալով չի կարողանում կռվի, ինքը հսկայական տարածքներ թողեց հետ քաշվեց, որտեղ այդ ճակատային գիծը չէր կարողանում պահել, քաղաքներում կռվել չէր կարողանում, հիմա երբ որպեսի ինքը կարողանա քաղաք վերցնի, ուղղակի բնակավայրը ավիրում է, որպեսի կարողանա վերցնել, այսինքն բնակավայր գոյություն չունենա, ինքը ֆիզիկապես առաջ գա, ուրեմն ինքը չգիտի, թե ով է Պուտինին կանգնացրել, այն Պուտինին, որ Կիևի մատուցներում էր զորքերը, Վոլոդիմիր Զելենսկին դուրս էր գալի փողոց քայլում էր, հատուկ այնպիսի էր նկարում, որ ցույց տար, որ հենց հիմա այնտեղ կրակոցների ձայնը լսում է, ես քաղաքի կենտրոնում եմ, իսկ Պուտինի խոհարարը մտավ Ռոստով, դժվար չի նայել Ռոստովից Մոսկվա ճանապարհն ինչքան է, Պուտինը հանձնարարեց Մոսկվայի մատուցներում խրամատներ փորել և ինքը ճողոպրեց Կրեմլից, ինքը չգիտի ով է կանգնացրել Պուտինին, շատ վատ է որ չգիտի, և դրա համար եթե ուզում է ցույց տա, որ ես եմ ի վիճակի դա անեմ, այդպիսի սեր խոստովանելը Ռուսաստանին հաստատ չի բխում Ամերիկայի շահերից, առաջին հերթին Ամերիկայի շահերից, և ի վերջո կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանին հիմա եթե Ռուսաստանը ի վիճակի ըլներ Ուկրաինային հաղթեր, ինքը Ուկրաինային կհաղթեր, Ամերիկային բանի տեղել չէր դնի նրա ասածը, ոնց որ դրանից առաջ ինքը ասում էր ես շարունակելու եմ կռիվը, իսկ ի վերջո արդյունքում կանգնացնելու համար Ուկրաինային Ռուսաստանին ինչ էր ուզում,
Զելենսկին, ընդամենն ասում է 100 միլիարդի նվեր ես տվել, 500 միլիարդ պատրաստ եմ վճարել, բայց նոր զենք դու դրա փողն էլ կտամ ու ես կկռվեմ, իմ ժողովուրդը կռվող է, իր նախագահն էլ կռվող է, իր ժողովուրդն էլ վստահություն հայտնեց իր նախագահին։ Այս լարված իրավիճակում, երբ որ տեսան, որ Տրամպի հետ անգամ այդպիսի լարվածություն առաջացավ Զելենսկու նկատմամբ, անգամ այդ պարագայում, այդ դժվար պարագայում Ռադան քվեարկեց եւ վստահություն հայտնեց իրենց նախագահին։ Էսա տեսակ հիմա Պուտինին ով է կանգնացել։ Այդ դուք ամաչեք, թե այդ ոնց է, որ Պուտինից այդքան վախեցած եք, այդքանը տեսնելով, որ անցել եք Պուտինի կողքը, որպեսզի կարողանաք Զելենսկուն ճնշեք, հրապարակային էլ խոստովանում եք։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է լուրջ եւ քրտնաջան աշխատանք տանեն։ Նա նաեւ զգուշացրել է հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ պատրանքների անթույլատրելիության մասին եւ կոչ արել չգայթակղվել դրանցով։ Վլադիմիր Պուտինի վերջերս արած այն հայտարարությունը, որ Ռուսաստանը պաշտպանում է հրադադարի գաղափարը, սակայն կան նրբերանգներ, այդ նրբերանգների վերաբերյալ իր մտահոգությունները Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին է փոխանցել հեռախոսազրույցի ընթացքում։ Այստեղ նրբերանգներ կան, հարցեր կան, սա շատ բարդ նյութ է եւ շատ աշխատանք կա անելու։ Մենք այս ճանապարհի միայն սկիզբն ենք, հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Այսինքն ուշադրություն դարձրեք այն ոգևորությունը, որ ունի Դոնալդ Տրամպը, այդ ոգևորությունը առանձնապես չեն կիսում Ռուսաստանում։ Ինչի՞, որովհետև նախ տեսնում են, որ Եվրոպան է համախմբվում, Եվրոպան իր սխալներից դասեր է քաղում, իդեպ այս ինչ որ հիմա Դոնալդ Տրամպը անում է, այն արխայնությունը, որ կար Եվրոպայում եւ կար Ամերիկայում, որ Ամերիկան ամենաժողովրդավար պետությունն է, այդ իշխանության տարբեր թևերի բալանսավորումը, հակակշիռների մեխանիզմը, դատական համակարգը, օրենքի պետություն լլելը եւ այլ, այդ ամեն ինչ այնքան ասել էին, ներքին զգոնությունը կորցրել էին։ Նույնն էլ ասենք Եվրոպան էլ այնքան հանգիստ է, որ ինքը ինչ պրոբլեմ ունի, այդ ով պետք է իր վրա հարձակվի, միջուկային դարում, այդ ով պետք է գնա սովորական սպառազինության կռվի, որ մի հատ էլ մենք փող ծախսենք, տանկ առնենք կամ հրթիռ առնենք կամ էս անենք։ Հիմա այդ ապտակը բազմակողմանի ստացան իրար հետ, հասկացան սխալներից դաս քաղեն։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ հասկացան, թե ինչ թույլ տեղեր ունեն։ Այդ ամեն ինչի այդ ժողովրդավարություն ասացի մեջ ինչ խնդիրներ կարող է առաջանա, որ մի հոգի կարող է աթոռին նստի, մի ամիս հետո իրան թագավոր հռչակի։ Այն պետությունը, որը թագավորի դեմ դուրս է եկել, թագավորական ինստիտուտի դեմ է դուրս եկել։ Հիմա տեսնում եք ոնց են ծաղրում դատավորներին, ոնց են կանգնում ասում որ դատավորը որ մեր դեմ որոշում կայացեց պետք է քրեական գործ արեցենք, պետք է նենց անենք գործից դուրս գան, որ փաստաբանը այդ նյութերն անում անդեմ կառավարության գործունեության, այն էլ հակասահմանադրական գործունեության, պետք է մի հատ ուսումնասիրենք, քրեական գործ արեցենք։ Մի հատ լավ ուշադրություն դարձրեք, Դոնալդ Տրամպը կանգնում է կոնգրեսում ասում է այդ կդնեն բոլորիդ կստուգեմ, եթե իմ ասածը չանեք, օրենսդիր մարմնում, եթե իմ ասածը չանեք, կբացահայտեմ կոռուպցիոն բոլոր սխեմաները, որի պարագայում կգնաք կնստեք, անձեռնմխելիությունից էլ չեք օգտվի։ Եթե դու գիտես, որ այդ մարդիկ իսկապես փողը կերել են, բացահայտի։ Այսինքն շանտաժարած պահում ես, որ բոլորիդ վրա կոմպրոմատ ունեն, պետք է ինձ ծառայեք, բայց դա հատուկ է Բելարուսին, Ռուսաստանին, Հայաստանին, բայց ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այն ինչը որ հիմա Դոնալդ Տրամպն ասում է, մեր գլխին եկած է, ժողովուրդ ջան։ Բա մենք Հայաստանում դա տեսել ենք, որ դրա դեմ պայքարել ենք։ Մենք Հայաստանում դա նաև տեսել ենք, որ չի կարող ռուսական ազդեցության տակ ժողովրդավար Հայաստան լինի։ Այդ միջավայրում հնարավոր չի ժողովրդավար Հայաստան լինի։ Ինչ ուզում ես արա, այդ բռնապետների կառույցում է սլնելու, Լուկաշենկոյի կառույցում է սլնելու, Պուտինի կառույցում է սլնելու, չես կարող դրանից դուրս գաս, ինչ ուզում ես արա, մեկ առանձին վերցրած երկրում ժողովրդավարություն չես հաստատի, եթե այդ համակարգի, այդ արժե համակարգի, այդ տնտեսական ու անվտանգային ու քաղաքական տիրույթում ես։ Բա մենք այդ ամեն ինչը ավելի լավ գիտենք, քան Ամերիկայում։ Ամերիկացիք են հիմա հանկարծակի եկել, այն ինչ որ հիմա կատարվում է, մեր գլխին եկած է։ Դրա համար շատ ավելի լավ ենք տիրապետում, թե արդյունքում ինչ է կատարվում։ Գուցե հիմա վերանայեն, նախկինների սխալն էլ վերանայեն, գուցե նաև վերանայեն, թե հիմա ինչ թերություններ ունեն, որ կարող է մի հոգի գա իշխանությունը զավթի կամ իշխանությունը վաճառի մորը միլիարդատիրոջ, ասի ես դու առել ես, ես
որպես նախագահ գնամ ընտրվեմ կամ ու պաշտոնը տամ քեզ էլի այտենց ոնց որ տենդերում գնում են շինարարական հաղթում են մի կազմակերպություն ունի համապատասխան տեխնիկա բայց ցանկություն չունի այդ գործը անի գնում է ինքը հաղթում է հետո էժանով տալիս է մի ուրիշին ենթակապալառու էլի այսպես հիմա այսինքն Ամերիկայի նախագահը ենթակապալառու պայմանագիր է կնքել եւ երկիրը ղեկավարում է Իլոն Մասկը այսինքն էս է վիճակը հիմա դրանից շատ լուրջ եզրակացություն է պետք ան որովհետեւ նոր աշխարհակարգի հետ կապված Ամերիկայի դերակատարությունը միևնույնն է չի փոխվելու ինչ ուզում է լինի Ամերիկայի այնպիսի մեծ կշիռ ունի աշխարհում այն չափա ինքը աշխարհում ներկայացված որ ուղղակի հնարավոր չի դրանից հետ քաշվել ուղղակի մի հարվածով Իսկ հիմա Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախորոք ծրագիր մշակել Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման եւ Ռուսաստանին զսպելու համար։ Մենք չենք կարող նստել եւ սպասել գործարքի եւ երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք եւ գլուխներս քորենք։ Անվտանգության հուսալի երաշխիքների բացակայությունը Կիևին անպաշտպան կթողնի եւ Եվրոպան պետք է առաջատար դեր խաղա այդ երաշխիքների տրամադրման գործում, ասել է Սթարմը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի խաղաղ կարգավորման նախաձեռնությունները։ Իհարկե այն ինչ որ հիմա Եվրոպան անում այդ պակասը լրացնում է, դա շատ մեծապես բխում է մեր պետության շահերից, որ եթե գոնե մենք հասկանանք, որ վաղը մյուս օրը իրավիճակը ինչպիսին կարող է լինել մեր ռեգիոնալ քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, դա ձախողված քաղաքականություն է, եւ եթե միջև այս պահը ոտնձգություն չեն արել, միայն հող են նախապատրաստում, ապա ուզում են հասկանան, որն է այդ համապատասխան պահը, որ դա անեն, այնպես չի որ մենք շատ հանգիստ կարող է լինենք Քանի որ դեռ հիմա առայժմ սպասումների մեջ են, այդ սպասումների արանքում մաքսիմալ ցանկանում են մեզանից պոկել զիջումներ առանց պատերազմի։ Եթե առանց պատերազմի ճնշում գործադրելով կամ պայմանավորվելով կարող են զիջումների տանել, ինչի պատերազմեն, այն անում են էլի։ Եվ դրա համար, ինչպես տեսնում եք, Կիր Սթարմերը ասածը նա է, որ մենք չպետք է նստենք սպասենք, թե այդ գործարքը կկայանա, թե չէ, եվրոպական անվտանգության հետ կապված, լավ եք հասկանում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը իր պետության համար չի անհանգստացած, այլ եվրոպական անվտանգության համար անհանգստացած եւ շատ ավելի սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, այն էլ Եվրամիության այն առաջավոր ակտիվ պետությունների հետ, քան անգամ Եվրամիության շատ երկրներ։ Այնպես որ դա գոնե դրական է մեզ համար։ Ու նաև դա է ինչ որտեղ նաև զսպող Միացյալ Նահանգների համար, որ հասկանան, եթե իրանք հետ քաշվեցին, այնպես չի որ Եվրոպան կործանվելու է։ Իրանք հետ քաշվեցին, Եվրոպան վերակազմակերպվելու է եւ փորձելու է իր խնդիրները լուծել։ Բյուրոկրատական հարց կլինի Եվրամիությունում կդնեն ասենք Հունգարիայի Վիկտոր Օրբանին կարան ձայնի իրավունքից զրկեն, կվերանային իրենց կանոնակարգերը, ինչ որ մի ուրիշ տարբերակ կլինի, կփորձեն որոշ երկրների խումբ ստեղծեն, ոնց որ կամավորների խումբ էին ստեղծում, որը հեչ պարտադիր չի բոլորը Եվրամիության անդամ լինեն կամ բոլոր Եվրամիության անդամները լինեն, այնպես որ ճկուն մեխանիզմներ կարող են մտածել։ Իսկ հիմա նայենք Ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, ռմբակոծել են նաև քաղաքային տարածքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներն ուղղված են եղել այն բանին, որ Եմենի հութիները դադարեցնեն Կարմիր ծովով անցնող նավերի հրթիռակոծումները, եւ Իրանին մեղադրել էր այդ ուժերին աջակցելու մեջ։ Թեհրանը սակայն հերքել էր այս մեղադրանքները։ Իհարկե այն, որ հութիներին հարվածները հասցնում միանշանակ է դարձում կողմնակից, ուղղակի ինքը ինչի հիման վրա է հասցնում։ Հասցնում է նրա հիման վրա, որպես այն միջազգային ոստիկան, այն դերը, որ Ամերիկան ուներ։ Եթե Ամերիկան ցանկություն չունի ընդհանրապես զբաղվի, ասում մեզ օվկիանոս է բաժանում, քարտեզը տեսել են Եմենից մինչև Ամերիկա էլ ինչա բաժանում։ Այսինքն որոշ է։ Եթե դերակատարությունը դու ուզում ես կորցնես, բա դու հութիների հետ ի՞նչ գործ ունես։ Էլ լավ են անում հրթիռակոծում են։ Պրոբլեմը ո՞րն է։ Ինչու՞ հարցը որ։ Մի դեպքում է, չէ՞ ճիշտ, որ մենք ասում ենք ո՞ց կարելի է 21-րդ դարում թույլ տալ, որ մի քանի հոգի հավաքվեն մի զինված խմբավորում, չթողեն հարյուրավոր նավեր Կարմիր ծովով անցնի։ Էս ո՞ր թիվն է, ժողովուրդ ջան։ Ամերիկա, բա դու ես ուր ես։ Ամերիկան ասա, բա ինձ պետք է, ի՞նչ է կատարում օվկիանոսից ենկում։ Մեկ էլ նոր հասկացաք, որ ձեզ պետք է։ Դրա համար հութիներին հարվածելը
դա միայն պարտադիր էր, որ դա պետք է արվի, բայց շատ ամոթ է, որ խոսել ամեն ինչից, մենք հետ ենք քաշում, մենակ մեր պետության մասին ենք մտածում, երբ որ հարվածները լինեն, նոր հետո հասկանան, որ նորից վերադառնան նրան, որ պետք է նրանց հարցերը լուծեն։ Եվ ի վերջո, նաև կատեգորիկ կերպով Դոնալդ Տրամփն ասել էր, որ ցանկացած հարված, որը հութիները հարված են, մենք դա ընդունել ենք, որ Իրանն է մեզ հարվածում, ոչ թե իրանք, որովհետև Իրանն է նրանց տալիս զենք։ Իրականում Իրանը հերքում է, որ տալիս է, չնայած լավ գիտենք իրանց փոխհարաբերությունները։ Բայց եթե նման կատեգորիկ կերպով Դոնալդ Տրամփն ասել է, որ հութիների ցանկացած հարվածին պատասխան է տալու Իրանը այսօր է շատ կատեգորիկ կերպով Աբբաս Արաղչին, արտգործնախարարը, ասեց մենք գրավոր կպատասխանենք Դոնալդ Տրամփի նամակին, բայց հիմա արդեն հրապարակային կարող ենք ասել, ոչ մի բանակցություն չի կարող լինել, եթե ինքը փորձում է մեզ հետ ճնշման ու շանտաժի լեզվով խոսել։ Ուղղակի բացառում այդ բանակցությունները։ Շատ ափսոս, շատ ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն մեկուսացված, խեղճացած Իրանին հնարավորություն տվեց, որ ինքը այդպես ակտիվանա։ Դրա համար հիմա ինքը պետք է վերանայի, կարողանում է գործարքի գնալ Իրանի հետ, թե չի կարողանում գնալ։ Եթե չի կարողանում գնալ գործարքի, բայց անընդհատ ասում է դու ես մեղավոր, որ հութիները հարվածում են, հութիները հարվածում են։ Այդ դեպքում դե հիմա դու էլ պետք է պատասխան հարվածը Իրանին տաս, դե որոշի, բա համարել ասպես անցանկալի է։ Բայց այդ ենք ասում, կատեգորիկ հայտարարություն անելուց հետո դեռ պետք է փորձես դրատակից դուրս գաս։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է անեքսիայի ենթարկել Գազայի հատվածի մի մասը, եթե պաղեստինյան Համաս խմբավորումն ազատ չարձակի մնացած իսրայելցի պատանդներին, որոնք պահվում են պատերազմից տուժած պաղեստինյան տարածքում։ Ես հրամայել եմ բանակին ավելի շատ տարածքներ գրավել Գազայում։ Որքան շատ Համասը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, այնքան ավելի շատ տարածքներ կկորցնի Իսրայելին բռնակցելու համար, նշել է Կացի հայտարարությունում նշվել է։ Կացը նաև սպառնացել է ընդլայնել բուֆերային գոտիները Գազայի շրջակայքում պաշտպանելու համար իսրայելցի խաղաղ բնակիչներին և զինվորներին, իրականացնելով տարածքի մշտական իսրայելական օկուպացիա, եթե Համասը չկատարի իր պահանջները։ Այլ այս հարցում էլ մենք շատ ենք այս մասին խոսել, այն որ Համասը հարձակվեց Իսրայելի վրա եւ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունք ունի, հարձակվեցին, տարածքներ վերցրեցին, պատանդներ վերցրեցին, մարդիկ զոհվեցին, այդ ամեն ինչի մասին բարբերաբար խոսել են եւ նաեւ ասել եմ, ապշում են, որ մարդիկ իսլամիստ ահաբեկիչների կողքն է իրենց համակրանքը, ինչքան ուզում է Իսրայելին սիրես թե չսիրես։ Մինչև այն պահը, երբ որ Իսրայելը պայքարում էր իր անվտանգության համար, իր արածը արդարացված էր, նույնիսկ եթե մարդիկ էին զոհվում։ Դե ասма հարձակվել ես ին վրա գնում ես թաքնվում ես խաղ բնակչության թիկունքում, բա մենք ոնց քեզ վերացնենք։ Բայց այն ժամանակ, երբ որ Իսրայելը գայթակղվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկությամբ, որ ձեզ կօգնենք Գազան կդատարկեք, որտեղ Ամերիկան ցանկանում է Գազան վերցնել, այդ պահից սկսած այլևս Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին չի խոսքը։ Նույնիսկ այս գործողությունը, եթե մինչև Տրամփի հայտարարությունը արվեր, էլի կասենք դե նորմալ է Գազայում ուզում է վերացնի Համասին, որովհետև կոնֆլիկտը չի լուծվում, անընդհատ իրանք վտանգի տակ են։ Բայց երբ որ ինքը արդեն պայմանավորվել է Ամերիկայի հետ, որ ամեն ինչ պետք է անենք, դատարկենք Գազան, այդ դեպքում այլևս մենք չենք մտածում, որ դա անվտանգային խնդիր է։ Դա հարձակողական խնդիր է ոչ թե ոչնչացնել Համասը, այլ դատարկել Գազան։ Այդ դրա համար աշխարհի այս գայթակղությունը, որի տակ գնաց Նեթանյահուն զուտ Տրամփի վրա հույս դնելով, ես կարծում եմ այդքան էլ արդարացված չէր, իրանց խելացիության վրա միշտ ասենք բարձր են գնահատել, ես ամենայն դեպս համարում եմ ոչ խելամիտ քայլ, այդքան ոգևոր։ Սկի Պուտինը չի ոգևորվում Տրամփի ասածից, որովհետև հասկանում է ոնց կարելի է Տրամփի վրա հույս դնել։ Ես զարմանում եմ, որ Իսրայելը հույսը դրել է, որովհետև այն չափի ակտիվությամբ, որով Տրամփը օգնում է Իսրայելին, վատություն է անում։ Ինքը ուղղակի Իսրայելին մեկուսացնում է, ոչ թե լավություն անում։ Բավական երկրներ որոշակի համագործակցություն ու համակրանք ունեին Իսրայելի նկատմամբ, մինչև այն, որ արդեն Իսրայելը ողջունեց եւ ասեց կդատարկենք Գազան Ամերիկայի պատվերով։ Այստեղ արդեն վերջ։ Էլ արդեն ինքնապաշտպանական խնդիր չի։ Նույնիսկ եթե ինքնապաշտպանական կոմպոնենտ կա, մեկը դա չի արդարացվում։
Իսրայելն ամբողջությամբ ոչնչացրել է Գազայի թուրքական հիվանդանոցը։ Իսրայելական ռազմական ուժերը Գազայի կենտրոնում պայթեցրել են թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցը, ըստ թուրքական լրատվականների միակ հիվանդանոցը, որտեղ բուժում են քաղցկեղով հիվանդներին։ Այս էլ իհարկե վերագրվելու է նրան, որ Թուրքիայում գլուխները խառնա, այդ առիթից օգտվել է Իսրայելը եւ այսպիսի հարված է հասցրել, դա էլ հիմա որոշակի հարց առաջականգնեցնելու Թուրքիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որովհետև Թուրքիայից Էրդողանը կանգնեց կատեգորիկ ասեց թույլ չենք տա Գազան դատարկել, հիմա նաև իրանց մոտ խառը վիճակ է, այս պարագայում Իսրայելը դրանից էլ առիթից օգտվում։ Այսինքն դա լրացուցիչ լարվածություն է առաջացնելու տարածաշրջանում, որի հետ կապված հիմա բավական ակտիվ ձևով է Իսրայելը այդ քայլերը անում Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրով, որի մեջ իհարկե նաև բավական մեծ վտանգ կա։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել է Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել Գազայից կամավոր արտագաղթող զբաղվող վարչության ստեղծմանը։ Ասա նրա մասին էր խոսքը, որ մշտապես խոսում էինք, որ այսինքն հիմա իրանք արդեն համապատասխան կառույցներ են ստեղծել, որպեսզի բանակցեն, երբ որ Դոնալդ Տրամպը փորձեց արաբական բարեկամ երկրներում տեղավորել պաղեստինցիներին, իհարկե դա չհաջողվեց իրան, նաև երեսով տվեց, բայց դες համար այդքան բան եմ արել, ի նկատի ուներ Եգիպտոսին եւ Հորդանանին, այն դեպքում առիթ եղել է դրա մասին էլ ենք խոսել, որ Եգիպտոսին ու Հորդանանին, երբ որ լավ բաներ է արել ես մի բանի համար, որ նրանք խաղաղության պայմանագիր են կնքել Իսրայելի հետ, դու նրանց ասել ես անցի մեր կողմ, ինչ որ պետքա կանենք, պետք չի երեսով տալ, եթե որովհետև նրանք բավական մեծ խնդիրներ են ունեցել արաբական մյուս պետությունների հետ, առաջի ծանր հարվածը Եգիպտոսն է իր վրա վերցրել, որ անգամ փորձում էին նրան մեկուսացնել արաբական պետությունները, այնպես որ, բայց անգամ այդ պարագայում նրանք չհամաձայնվեցին, փորձեցին աֆրիկյան այլ պետություններ գտնեն, նրանց մոտ էլ չհամաձայնվեցին, հիմա արդեն կամավոր տեղահանման համար փողը տանք դուս եկեք, չգիտես ինչ անենք, համոզենք դուս եկեք, բայց իրականում այդ համոզել այդքան էլ համոզել չի, որովհետև եթե Իսրայելը արդեն մտածում է օկուպացնենք, նոր սկսենք համոզել, դա այդքան էլ համոզիչ չի լինելու։ Առավել ևս, որ խոսքը վերաբերում է Համասին վերացնելը, նաև պաղեստինցիների շահերից էր բխում, որովհետև ի վերջո Պաղեստինը որպես պետություն չէր կայանում հենց Համասի մեղքով, ոնց որ Լիբանանում Հեզբոլլահի մեղքով։ Այսինքն եթե նրանց վերացնեին, իրանք նույնիսկ ուրախ կլինեին, բայց եթե ասում ես հենց Համասը վերացնենք, Պաղեստինը դատարկելու ենք, արդեն իրանք չեն ուզում, որ դու Համասը վերացնես։ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտարարել է, որ մեկ օրում վաստակել է $5 միլիարդ, վաճառելով 1000 ներգաղթի ոսկե քարտեր, որոնց արժեքը $5 միլիոն է։ ԱՄՆ առևտրի նախարարն ասել է, որ նախագահ Դոնալդ Տրամպը վստահ է, որ նրանք կարող են առնվազն $5 տրիլիոն վաստակել, վաճառելով այս բացառիկ քարտերից 1 միլիոնը։ Աշխարհում կա 37 միլիոն մարդ, ովքեր կարող են գնել այս քարտերը։ Նախագահը կարծում է, որ մենք կարող ենք վաճառել 1 միլիոն, ասել է Լատնիկը։ Հարցին ոսկե քարտի ծագման մասին նախարարն ասել է, որ դա Տրամպի գաղափարն է, որը ծագել է ներդրող Ջոն Փոլսոնի հետ հանդիպման ժամանակ։ Նորից մեկը գնացել է մի բիզնես պրոյեկտ առաջարկել, ասել է բերեք այս քայլերը անենք, սա մեզ փող կբերի, դե որպեսի փող բերի, բերեք խստացնենք, մի քանի 100,000 մարդ ասենք, որ պետք է հանենք երկրից, անօրինական ներգաղթյալներին լցնենք ինքնաթիռ, տանենք ձեռնաշղթաներով, տանենք լարվածություն ու թշնամանք ստեղծենք Լատինական Ամերիկայի երկրների մոտ, շատ-շատերը նաև ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այդ վիրավորանքը նաև տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք, որտեղ իր քաղաքացիները դա անձնական վիրավորանք են ընդունում, թե ինչի է անում, այս խստացումները միայն նրա համար, որ բոլորի դուրս են կանելու, վճարեք եւ եկեք։ Այնպես չի, որ անընդհատ այդ ամեն ինչը խոսելը, որ խոսում է փող, ամեն ինչը փողի մասին է, Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ասում է, թվում է, թե իսկապես երբ որ ասում է, որ նախկինները թալանել են, հետ ենք բերելու այդ ռացիոնալիզմը, ավելորդ ծախս չենք անելու եւ այլ, ամեն ինչ իմացեք ձեզ համար ենք անում, էդ էլ այլ մեր գլխին եկած, ախր էդ էլ ենք լսել, ոնց են նախկինները թալանել, որ այդպես էլ այս 7 տարի այս գործողներն են թալանում, արտաքին պարտն ավելացնում, չգիտես ինչեր անում, բայց մեկան այն որ նախկինները թալանել են ամեն ինչ այլ են գիտենք, նախկինները լավն էին, սրանք չէին գա, այդ ամեն ինչը մենք էլ շատ լավ գիտենք, բայց արդյունքում
արդյունքում ոչինչ չփոխվեց դեպի լավը։ Այն նույն հաջողությամբ, երբ որ անցած հիմա Ամերիկայում էլ է խոսում, ամեն ինչ դրեք մի կողմ, մենակ փողից, դա է կարևոր ինչ աշխարհաքաղաքական դիրք, ինչի մասին է խոսքը, մենք պետք է մեր մասին մտածենք, տո մաքսատուրքերն էլ տանենք, մեր մասին մտածենք, մեզ բոլորը թալանել են, բոլոր երկրները մեզ թալանել են, Եվրոպան ստեղծվել է մեզ թալանելու համար, այս Կանադան եւ այլն, այս ամեն ինչով կարծում եմ, որ արդեն պետք է որ Ամերիկայի բնակիչներին զզվացրած լինեն էլի այս ամեն ինչով, որովհետև մի հատ ուղղակի վերաֆրազավորենք մեր Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլի հայտնի խոսքերը, երբ որ ասում էր, եթե պատերազմի եւ խայտառակության միջև ընտրություն կատարելիս ընտրում ես խայտառակությունը, ստանում ես եւ պատերազմ եւ խայտառակություն։ Իհարկե ինքը ուղիղ է ձևով չի ասել, ավելի երկար է ասել, բայց ուղղակի սենց ոնց որ խմբագրած այս միտքը ասած է, չնայած դրանից ոչ Չերչիլի հեղինակությունն է պակասում, ոչ էլ խոսքերի արժեքը։ Պարզապես ուղղակի իմանանք, որ ինքը սենց ուղիղ չի ասել։ Դրա համար իր ասածը սենց վերաֆրազավորած ասենք, որ եթե փողի ու արժանապատվության մեջ ընտրություն կատարելիս ընտրում ես փողը, ապա կորցնում ես թե փողը, թե արժանապատվությունը։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների արժանապատվությունը շատ թանկ է, որը կարելի է բերել մասկյան ռացիոնալիզմի, իմացեք սա ձեզ համար ենք անում, իմացեք ես խնայում ենք ձեզ համար եւ այլ, բայց այն ծավալները, որը կորցնում ես, այն միջազգային ազդեցությունը, որը կորցնում ես, շատ ծանր հետադարձ հայացք հարված է հասցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը, որտեղ Ամերիկայի այն առավելությունը, որը Ամերիկան ուներ, մեկ ուրիշ լատինա-ամերիկյան պետություններից, այդ առավելությունը եւ թե նայես համեմատես, նա չէր կարող առաջինը ելներ, եթե այն որակները չունենար, որը ունի։ Բավական է դու այդ ամեն ինչը հետ բերես, որ մենք մեզանով լավ ապրենք, կդառնաս կամ բրազիլիա կամ Մեքսիկա, հաստատ Կանադա չես դառնա, Կանադան շատ ավելի լավ կապեր ունի այդ դեպքում։ Արգենտինա, Չիլի, որտեղ ինչ տարբերություն քո եւ նրանց միջև։ Այն ինչ առավելություն ունես, եթե դրանից հրաժարվում ես, այդ ո՞րն է մնում առավելությունը։ Երկու օվկիանոսով աշխարհից կտրվածը դա էլ չի կարող առաջի տնտեսություն ունենա։ Այդ ամեն ինչը այնքան ակնհայտ է։ Եվ ուղղակի քանի կիրակի օր մի բան էլ ասեմ, էլի Մասկի ռացիոնալիզմի հետ կապված, ամեն ինչ խնայողության ռեժիմի հետ կապված, որ նայենք։ Շատերը կհիշեն Շահ Ջահանը մեծ մոգոլների շահը, Փաթիշահը, որը որ իր կնոջ պատվին Թաջ Մահալը կառուցեց, չէ՞։ Ի վերջո այդ պատմությունը լավ մի հատ հասկանանք, էլի ի վերջո ինչ էր։ Միակ կինը չէր իհարկե, մի քանի կին ուներ, այն է ձեռն է 4 քարի տակ ինչի հարեմել ուներ, չէ՞ ինքը։ Հա, բայց ի վերջո ինքը այնքան էր սիրում այդ կնոջը, որ ի վերջո նրա մեռնելուց հետո 20 տարուց ավել կառուցում էր նրա համար դամբարան։ 20,000-ից ավել մարդ էր աշխատում։ Ինչ փողեր ծախսվեց, ինչեր եղավ, չէ՞ դրա վրա։ Ինչի եմ ասում, ու նաև տեսեք, այդ վերաբերմունքը չափելով չէ, էլի ասես, այս կնգան խելքը գնացել էր, ինքը մատը որի վրա դներ կստանար, այդ խնդրեմը նա չուներ, չէ։ Ի վերջո ինչի համար եմ սա ասում։ 18 տարվա մեջ 14 երեխա է բերել, չէ։ 14-ի բերելուց էլ մահացավ։ Մումտազ Մահալը 38 տարեկան հասակում։ Ինքն է որ Թաջ Մահալը բրծավ 60 տարեկան էր։ Ջայլ երեխա չէր, էլի ասենք վայ խելքը գնում էր նրա համար։ 18 տարվա մեջ 14 երեխա բերած կնոջ ֆիզիոլոգիան պատկերացնում եք, կամ հղի էր կամ հետ ծննդաբերական ժամանակաշրջանի մեջ էր։ Այդ անձի նկատմամբ էր վերաբերմունքը։ Ու դա ինքը իր համար չէր այդ դամբարանը սարքում։ Այդ տաճարը իր համար չէր սարքում, որտեղ ինքը հատուկ սարքում էր Մումտազ Մահալի համար։ Ինքը ցանկանում էր Ջամնագետի այն մյուս ափին, միած սևը սարքի հենց իր համար։ Այն որ ասել մեր սև սիրտ իր դամբարա սպիտակ։ Եվ տղեն ինչ արավ, տղեն ասես պետական փողերը ծախսում ես, հորը գահանկեց արավ, տեղը նստեց, հորն էլ բանտարկեց։ Իհարկե միշտ թագավորական բանտարկություն էր, պատուհանից Թաջ Մահալ ներևում էր։ Հետո մի 8 տարի ապրեց, որ մեռավ տարան Թաջ Մահալում թաղեցին։ Ինչի եմ ասում, իրան գահանկեց արեցին փողը ծախսելու համար, պետական փողը շատ ծախսելու համար, իսկ այդ տղեն, որ եկավ իրան գահանկեց արեց նստեց, թեպետ ասում են վատ կառավարիչ չէր, մինչև այսօր որևէ մեկը նրա անունը լսած է, այդ անդաստիրակ լակոտի, որ հորը գահանկեց արեց աթոռին նստեց, ինչի համար, որ փողեր ծախսե, իսկ հիմա Հնդկաստանի համար
այդ ռացիոնալ փողերը հաշվողների համար։ Երևի որ ասում են Հնդկաստանը ինչ հին պատմություն ունեցող պետություն է 1.5 միլիարդ տոննից, ինչ հնություններ ունի, որ մարդիկ զարմանում են, ասում են սա ոնց է մարդը կառուցել, բայց 400 տարեկան սկի չկա Թաջ Մահալը։ Այսօր Հնդկաստանի այցեքարտը Թաջ Մահալն է, չեք զարմանում, բա, որ այդ դրա մեջ ոգի էր դրած, որ այդ ամեն ինչը արած էր, մենակ փող չէր դրած։ Եվ այդ հիմա տուրիստական տեղը մայրաքաղաքից 200 կիլոմետր հեռու։ Մենակ տոմս են ծախում 50 միլիոն դոլարի տարեկան։ Մենակ տուրիստները 3-ից 5 միլիոն նայած տարի տուրիստ ա գնում այնտեղ։ Որից 200,000-ը արտասահմանցի։ Հաշվում եք այդ փողերը։ Ոնց ուզմալ է ամենահամեստ հաշվարկով 250-300 միլիոն դոլար այդ մենակ Թաջ Մահալի հաշվին տուրիստական խմբերով, տոմսով, հյուրանոցով, չգիտես ինչով, սնունդով, ավտոբուսով, ամեն ինչով փող են աշխատում։ Իսկ Թաջ Մահալը այսօրվա գներով 110 միլիոնից ավել չի նստի։ Հիմա ինչ անենք, ասենք, որ բանը այդ Շահ Ջահանի կողքը, որ մի հատ Իլոն Մասկ կլներ, մեկը մի Թաջ Մահալ կլներ աշխարհում, որ ժամանակակից աշխարհի 7-րդ հրաշալիքներից մեկն է, դե հին աշխարհինը չենք հաշվում։ Դե դա ընդունված ոչ, այսպես ասած, ճիշտ ձևակերպումը, կամ ոնց որ ասում են աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Սա վերաբերմունք է, որը արվել է, պատմություն է, որը արվել է, ծախսվել է, որը արվել է ինչ-որ նպատակի համար, որը սերունդներից հետո այսօր դա օգտագործում են։ Ամեն ինչը չի կարելի վերածել համակարգչի, ամեն ինչ չի կարելի վերածել, ասել, սա չի կարելի ծախսել, սա պետք է խնայենք, այս sense պետք է անենք, այն պետք է այդ ձևով ամեն ինչ կխնայես, արդյունքում վերջում կպարզվի, որ ինչ արել է սխալ է, սա լավ արածնել ճիշտ տեղը չի անցնելու։ Ուղղակի մի հատ պարզ օրինակ նայեք, պատմական օրինակ, կյանքը ցույց է տվել ով էր ճիշտ, ով էր սխալ եւ ինչ արժեք կարող է ստեղծես, որը քու գալիք սերունդների համար հսկայական միջոց բերի, բացի այդ էլ մարդիկ քու երկիրը դրանով ճանաչեն։ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը Նիդերլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչի հետ հանդիպմանը հայտարարել է Նիդերլանդները 65 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկայի համար։ Սա զգալի աջակցություն է մեզ համար, եւ դա կարևոր ներդրում կլինի վերանորոգման արշավում, որն արդեն ընթանում է հաջորդ ջեռուցման սեզոնին նախապատրաստվելու համար, ասել է փոխնախարարը։ Հատուկ ներկայացուցիչ Շոլտենն ի պատասխան հայտարարել է, որ էներգետիկ աջակցությունը մնալու է Նիդերլանդների առաջնահերթությունը Ուկրաինայի հետագա օգնության տրամադրելու հարցում։ Այսինքն սա էլ ուշադրություն դարձնեք, Նիդերլանդները այն առաջի պետությունը չի Ուկրաինային օգնողների մեջ, առաջի գծում չի, բայց հետևողականորեն իրանք օգնում են, ամեն ինչ անում են եւ ցույց են տալիս, որ իրանք շարունակելու են օգնել անկախ պատերազմ կլինի, խաղաղություն կլինի, ինչ կլինի, Ամերիկան ինչ կպայմանավորվի, իրանք օգնում են։ Նիդերլանդներն էլ աշխարհագրական այնպիսի տեղ չեն, որ հանկարծ մտածեն, որ Ռուսաստանը իրանց վտանգ է ներկայացնում իրանց համար, բայց տեսնում եք վերաբերմունքը հետևողականորեն։ Այո, նաև վերանայում են իրենց սխալները, եվրոպական համընդհանուր քաղաքականության սխալները, որի արդյունքում Ռուսաստանը իրան այսպես չէր պահի։ Ագրեսորը չէր կարա դառնալ Ամերիկայի, եթե ագրեսորը Ամերիկայի Տրամպի բարեկամ կարա, Ամերիկայի չի կարա։ Եվրոպան դեռ հույս ունի, որ հավաքական արևմտյան կարծիք կլինի, ոչ թե կլինի այնպես, որ Տրամփ-Պուտին փոխհարաբերությունը կհանգեցնի Ամերիկա-Եվրոպա իրարից հեռանալու։ Հիմա մի հատ կարճ մի բանի անդրադառնանք, շարունակում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուի հերբակալման դեմ բողոքի ցույցերը, դրան հետ կալանավորել են, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի ողջ տարածքում, տեղական միջազգային լրատվամիջոցները հաղորդում են Ստամբուլ, Իզմիր եւ այլ եւ այլ եւ այլ։ Հիմա այս ինչի համար եմ ասում, իհարկե մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել, թե Թուրքիայում ինչա կատարվում, բայց ինչի այդ թեմային չեմ անդրադառնում, որովհետեւ դեռ մեզ համար պարզ չի, թե Էրդողանը կճնշի դրանից ինչ կստացվի, կամ եթե Էրդողանին գահանքեց անեն, դրանից ովքեր կգան իշխանության։ Այսինքն, այն որ շատ կուզենանք, որ նորմալ հարևան ունենանք, նորմալ իշխանություն, այդ հասկանալի է, բայց չտապենք մենք մտածենք, թե այս ինչը որ կգա դրանից քաղաքականությունը կփոխվի, թե չէ։ Որտեղ մեր հասարակության մեջ այսպես ընդունենք, էլի, մենք ընդունում ենք, որ թուրքը մնում է թուրք, ով էլ գա, մեր անվստահությունը նրա նկատմամբ չի պակասելու, քանի դեռ իրանք գործնական քայլեր չեն արել այդ ուղղությամբ։ Գործնական ընդառաջ քայլերը մենք չպետք է անենք, մեր հանդեպ պետք է անեն։ Ներողություն։ Իսկ մեր իշխանության պարագայում էլ ինչ են իրանք տենց հանգիստ։
Որովհետև իրանք էլ մտածում են թուրքը մնում է թուրք, ով գա իրանք թուրքին վստահում են։ Այսինքն այդ հարցում երկուսն նույն կարծիքի են, որ թուրքը մնում է թուրք, մենք չենք վստահում, իրանք վստահում են։ Դրա համար առանձնապես շատ չենք ուսումնասիրում, անընդհատ ներկայացնենք, թե Թուրքիայում ինչա կատարում։ Իրանց մոտ հարաբերությունը կպարզեն, մենք էլ կտեսնենք ինչա կատարվում։ Տեղի է ունեցել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի 3-րդ քննարկումը, Նիկոլ Փաշինյանը կարևորում եմ Հայաստանում նոր սահմանադրության ընդունումը։ Հիմա հարց է ծագում, նորից ինքը հետ հավաքել է, կարևորում է նոր սահմանադրության ընդունումը, որովհետև նախորդ սահմանադրությունը ասма որևէ մեկը լեգիտիմ չի եղել, հիմա այդ նոր սահմանադրությունը պետք է ընդունենք եւ այլ եւ այլ։ Դա պետք է ռեգիոնալ սահմանադրություն հաշվի առնելով պահանջներ, հետ էլ գիտենք ում պահանջը։ Բայց հիմա հարց է ծագում։ Էս ասեց։ Հիմա դրեց սահմանադրության, Ալիևն ինչ է ասում, թող սահմանադրությամբ հրաժարվեն պահանջատիրությունից, ներողություն, թող սահմանադրությամբ հրաժարվեն պահանջատիրությունից, որովհետև Փաշինյանի ես չեմ վստահում, վաղը չգա որևէ մեկը պահանջատիրություն ներկայացնի, ոնց որ երեգել ենք խոսել, մշտապես խոսում ենք, որ ինքը գտնում է, որ մեր պահանջատիրությունը ուժի մեջ է, իրավական ուժ ունի, եթե մեր սահմանադրության նախաբանում գրած է։ Այսինքն այս պարագայում ստացվում է, հիմա եթե 2027 թվականին մեր հասարակությունը ոչ ասեց այդ սահմանադրությունը, չի ընդունում այդ սահմանադրությունը, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք մերժեցինք սահմանադրությունը, մենք ռևանշիստ ենք, մենք չենք ուզում ռեգիոնալ քաղաքականություն, մենք չենք ուզում հարևանի հետ խաղաղ ապրել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, Ալիևն ասում է, եթե ժողովուրդը համաձայն չի, տենց չի լինի, ուրեմն պետք է պատերազմով ես իմ հարցերը լուծեմ, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է ասի դուք եք մեղավոր, պատերազմը դուք սկսեցիք։ Բայց ես չէի ասում, որ եթե չփոխենք պատերազմը ալնելու, նորից հիշացնելու է ցլերի պատմությունը, բա որ սահմանադրությունը չփոխենք, ցլերը կհարձակվեն։ Նորից մենք հիշելու ենք այն ինչ որ ինքը ասում էր ոսկեպարում։ Իրանցում, որ ասում էր, եթե հանկարծ չզիջենք, իրանք կհարձակվեն։ Այդ ամեն ինչը դուրս է գալիս, որ մենք չենք ցանկանում խաղաղություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոնց որ ասում էր, չեք ցանկանում Արցախը զիջեմ, դե եթե պատերազմ չլեր, ոնց կարող էի զիջեմ, ով ինձ կթողեր։ Դրա համար պետք է պատերազմ լեր, մենք պարտվեինք, շանտաժ անեի, ասեի մի 25-30 հազարն էլ պատանդ են վերցնելու, գերի են վերցնելու, որ ստիպված պարտությանը հաշտվեիք։ Հիմա այսօր ստացվում է այդ սահմանադրությունը ինքը առաջարկում է, ժողովուրդ, եթե դու մերժում ես, պատերազմ ուրեմն Նիկոլ Փաշինյանը նորից անցնում է Ալիևի կողմը եւ կռվում է ժողովրդի դեմ։ Ժողովրդին ասում է, դե դուք նենց արեցիք, որ պատերազմ սկսեց, պատերազմով էլ մտավ, ինչ որ բան վերցրեց, բավարարում էի բերեք սահմանադրությունը փոխենք, ինչ չլսեցիք։ Այս ամեն ինչը մենք հրաշալի գիտենք, ժողովուրդ ջան, եւ ի սկզբանե պետք է կատեգորիկ ասենք, մենք ոչ ենք ասում այդ սահմանադրությանը։ Այո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է իր հակով սահմանադրություն գրի, այդ ժամանակ էլ ենք ասել ոչ։ Ես իմ հրապարակային ելույթները բացի ունենալը նաև ոչի քարոզարշավ կար, անգամ ավտոարշավ կար, գնում էինք մարզերով ֆռում էինք, ես էլ եմ դրան մասնակցել։ Այո, ոչի քարոզարշավ է եղել նաև Սերժ Սարգսյանի օրոք, երբ որ ցանկանում էր իր հակով սահմանադրություն գրեր։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է սահմանադրությունը լեգիտիմ չի։ Բան ժամանակ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ սահմանադրությունը լեգիտիմ չի, երբ որ Նիկոլ Փաշինյանը, երբ որ մենք պայքարում էինք այդ սահմանադրությունը, ասում ենք Սերժ Սարգսյանն իրավունք չունի փոխի, անում է նրա համար, որ վերարտադրվի իր հակով սահմանադրությունա գրում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, դա կեղծ օրակարգ է։ Սահմանադրությունը փոխելը Սերժ Սարգսյանը ճիշտ է անում, որ փոխում է։ Եվ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը այն ընդդիմադիր գործիչներին, որոնք շարժում էին սկսել, էին ստեղծել, համաժողովրդական շարժում էին սկսել, հաթաթ դնում էին, ճնշում էին, բանտարկում էին, անգամ հաշվեհարդար էին տեսնում ակտիվիստների հետ, այդ ամեն ինչն անում էին նրա համար, որ կոտրեն, որպեսզի սահմանադրությունը անցկացնեն։ Բայց այն ժամանակ, երբ որ այդ ամեն ինչը Սերժ Սարգսյանն անում էր, Նիկոլ Փաշինյանը դա չի նկատել, թե Սերժ Սարգսյանը ոնց է ոչ լեգիտիմության քայլերը ի սկզբանե անում։ Նիկոլ Փաշինյանը գնաց իր ծառայությունն առաջարկեց Սերժ Սարգսյանին։ Այդ ժամանակ ու չասեք 17 թվականի ելքդաշինքը։ Ելքդաշինքը արդեն հետևանք էր 14 թվականին Սերժ Սարգսյանին հլու հնազանդ ծառայելու, ընդդեմ ընդդիմության ծառայելու
Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը։ Այդ ժամանակա պայմանավորվածությունը ձեռք բերվեց Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյանի, որ իրան արդեն եղել է Սերժ Սարգսյանի համար հաջող ընդդիմություն Նիկոլ Փաշինյանը, հետագայում արդեն թիմով հանդես գալու, որ արդեն լուրջ կառույց ստեղծեին Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանի շահերը սպասարկելու համար։ Բայց եթե այսօր ինքը սահմանադրությանը անուն է դնում, բայց չհիշացնենք սահմանադրությունը, որ Սերժ Սարգսյանը փոխում էր, բա դու ուր էիր։ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ուզում էր սահմանադրության համար լեգիտիմության շղար ստեղծեր, որը չէր ստացվում, բայց փորձելով որպեսի դա կարողանար աներ, ինքը փորձեց մի բան անի, կոտրի դիմադրողականությունը ընդդիմության, էլի դրանով չէր ստացվում, նոր ընդդիմություն ստեղծեց իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Այնպես որ այդ ամեն ինչը ես ուզում եմ, որ մենք անպայման ուշադրություն դարձնենք, որովհետև այս կարգի բաներով հիմա երբ որ ասում եմ իբր թե բագոն է մի անգամ ժողովուրդը չքվեարկի, ոչ, պատերազմը ժողովուրդը պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը 21 թվականին երբ որ նորից իրանք ընտրվեցին ու ասին եթե մենք չընտրվենք աման Քոչարյանը հետ է գալու եւ Քոչարյանով սկսեցին վախացնել տեսան որ ժողովուրդը հանգիստ է որ Քոչարյանը այդքան ձայն չի ստանա անգամ Քոչարյանի հանրահավաքին պետականորեն մարտիկ ապահովեցին Քոչարյանի շապիկներով նրանց մարդկանց ցուցակներով տանում էին հանրահավաքի, որպեսզի ժողովուրդը վախենա աման Քոչարյանը գալիս է գնան Նիկոլ Փաշինյանին ընտրեն, այդ ամեն ինչը մարդիկ հրաշալի գիտեն, չէ՞։ Եվ ի վերջո արդյունքում ինչ էր դրա հարացը։ Ասին 2021 թվականի ժողովուրդը պարտությունը վերցրեց իր վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը տարավ պարտության, Նիկոլ Փաշինյանը կանգնեց ասեց, եթե չպարտվենք, ով կթողի հանձնենք Արցախը, այս զոհերն էլ տվել ենք նրա համար, որպեսի մարդիկ վախենան, հետ քաշվեն, որ ավելի շատ զոհ չտանք, բայց 21 թվականը եթե մեզ ընտրել եք, ուրեմն դուք այդ պատերազմի բեռը վերցրել եք ձեր վրա, այսինքն դուք արդարացրել եք, որ Փաշինյանը ճիշտ է արել, որ պարտվել է, ճիշտ է արել, որ տարել է այդքան մարդու կոտորել է, միայն նրա համար, որ իրան թույլ տան այդ զիջումները անի։ Հիմա եթե սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը կարողանա անցկացնի, նշանակում է այդ զիջումները դնում է ժողովրդի վրա։ Ժողովուրդը, այսինքն դուսակալի ժողովուրդը դրան համաձայն է, որովհետև Ադրբեջանն ինչ է ասում, հա ամեն ինչ էլ կարանք պարտադրենք կամ համոզենք Նիկոլ Փաշինյանի ձեռից վերցնենք, բայց մենք չենք ուզում պայմանագիրը Փաշինյանի հետ կնքենք, մենք ուզում ենք Հայաստանի հետ կնքենք, ուզում ենք Հայաստանը համաձայնվի այն ինչ որ զիջել է Փաշինյանը, եթե մենակ Փաշինյանն է համաձայն, դա մեզ ձեռք չի տալիս, դրա համար Փաշինյանին պետք է որ ժողովուրդը համաձայնվի, չհամաձայնվեց պատերազմի բեռը գցի ժողովրդի վրա, այ դրա համար կհարձակվի, եթե չէ դուք զիջումներին համաձայնվեք, դուք ինքներդ զիջումներին համաձայնվեք, որ դա լինի անդառնալի, հաջորդ որ իշխանությունն էլ գա, դա չկարողանա անի։ Այնպես որ ուզեմ ասեմ, այդքանը մեր ժողովուրդը շատ լավ էլ հասկանում է եւ կարծում ենք, որ այդ շանսը ի սկզբանե մենք չպետք է տանք այս իշխանությանը ու պետք է ասենք մտքիցդ հանի, թե կկարողանաս այդ շանտաժով հերթական անգամ ոնց որ պատերազմը մեր գլխին սարքեցիր, հիմա էլ երկրորդ պատերազմի վախացնելով զիջումները դնես ժողովրդի վրա։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։